Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ ԱՄՆ-Իրան այս զինադադարը 40 օր տևած պատերազմից հետո հնարավորություն է բացում գործարքի, այսօր մենք տեսանք, որ նավթի գները շեշտակիորեն անկում են ապրել, ինչը բնական էր, որովհետև Հորմուզի նեղուցը սկսել է բացվել, չնայած հրադադարի խախտումներ կան, Իրանը նոր հարվածներ է հասցրել արաբական երկրներին, բայց այնուամենայնիվ այս ամենը քաղաքական գործիչների մոտ տարբեր մայրաքաղաքներում հույսեր են ներշնչում, որ այնուամենայնիվ մեծ գործարքը տեղի կունենա։ Մինչդեռ այս փոփոխված նավթային կոնյունկտուրան, նաև լարվածությունը տարածաշրջանում էապես վնասել են Թուրքիայի տնտեսությանը։ Բաց աղբյուրներից հայտնի է դառնում, որ Թուրքիան բավականին մեծ ծավալով ոսկի է գրավ դրել վարկեր ստանալու համար, որպեսզի կարողանա լիրայի կուրսը պահել, թուրքական տարադրամի կուրսը պահել։ Այնտեղ առանց այն էլ շատ բարձր նիշ ունի սղաճը, եւ դա վնասում է վարկունակությանը, տնտեսության, տնտեսական աճն է ըստ այդմ դանդաղում եւ տնտեսական հեռանկարներն են մնում մշուշոտ։ Զուգահեռաբար Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում այս ներկայիս փուլը, երբ ակնհայտ է, որ ռուսները երկու ոտքը դրել են մի կոշիկ եւ երկաթուղուց ասում են չենք գնում, իսկ այդ ամենը ուղղակի հարվածում է Հայաստանի մրցունակությանը, այն պրոյեկտների ֆոնին, որն իրականացնում է Թուրքիան։ Թուրքիան կառուցում է Կարսով դեպի Դիլիջու եւ միանգամից Նախիջևան մտնող երկաթուղին եւ Հայաստանը այս ողջ միջին միջանցքից կարող է բաժին հասնել միայն այն 43 կիլոմետրի չափով, որը կա Մեղրիի շրջանում, իսկ այդ ամենը խիստ անբավարար է։ Մինչդեռ թուրքերը կարողացան ռուսական ներկայությունը մեր երկաթուղիներում կապիտալիզացնել եւ դրա դիմաց իրենց պրոյեկտի համար ֆինանսավորում ստանալ միջազգային բանկերից։ Այս ամենը հաստատապես չի բխում մեր շահերից եւ հավելյալ ջանքեր է պահանջում ընդ որում թե ռուսական ուղղությամբ, թե Թուրքիայի ուղղությամբ։ Փորձենք այս ամենը հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է թուրքագետ, Թուրքիայի քաղաքականության հարցերով փորձագետ Նելլի Մինասյանը։ Բարև ձեզ Տիկին Մինասյան, ուրախ եմ նորից ձեզ տեսնել, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Մինասյան, սկսենք այս զինադադարից, պատերազմի արդյունքներից մեկն էլ եղավ այն, որ ըստ էության Իրանին տասնամյակներով բավականին լոյալ վերաբերվող հարևանները ըստ էության համարում են, որ իրենք արժանի չէին, էլի, որ Իրանը ամերիկյան գործողություններին ի պատասխան իրենց հարված էր եւ ամենայն դեպս ներկայումս այդպիսի, այսպես ասենք, դիրքորոշման են Քուվեյթը, Կատարը, Էմիրությունները, մանավանդ Սաուդյան Արաբիան, Օմանը եւ իհարկե նաեւ Թուրքիան էլ, չնայած Թուրքիան արդեն իսկ մեծ վնաս է ստացել իր տնտեսությանը։ Ինչ է կատարվում այնտեղ եւ ինչպես է Անկարան դիրքավորվում այս վայրի վերումներին։ Համեցեք։ Նախ սկզբի հարցադրումից սկսեմ,
պատերազմի արդյունքները ամփոփելու տեսանկյունից իմ կարծիքով դեռ վաղ է, որովհետև սա ընդամենը 2 շաբաթյա զինադադար է եւ իր մեջ ունի որոշակի ռիսկեր, որ կարող են հետագայում շարունակվեն ուրեմն գործողությունները։ Եվ մանավանդ եթե մենք տեսնում ենք, թե կողմերը ինչպիսի խնդիրներ են բարձրաձայնել։ Այսինքն ես կարծում եմ, որ մենք դեռ պետք է սպասենք, որպեսզի պատերազմի արդյունքները կարողանանք ավելի այսպես ամփոփ կերպով ամփոփենք։ Եթե այս պահի դրությամբ ես մի շատ կարևոր հանգամանք կուզենայի ընդգծել, որ Իրանը այնուամենայնիվ ռազմավարություններ մշակած պետություն է եւ տարբեր խնդիրների հետ կապված, այս դեպքում Միացյալ Նահանգների հետ կապված, եւ մենք փաստացիորեն տեսանք, որ իրանական ռազմավարությունը աշխատեց, այն դեպքում, երբ որ մի փոքր կարելի է անգամ վերապահումով մոտենալ, թե նահանգներն արդյոք ունեն ռազմավարություն կամ ինչ ռազմավարության շրջանակներում էր ինքը գործում։ Եթե Իսրայելին հաշվի չառնենք իհարկե։ Հիմա եթե գանք նախ արաբական երկրների պահով ասեմ, հետո Անկարայի, ես կարծում եմ, որ արաբական երկրների համար չպետք է ինչ-որ զարմանալու բան լիներ, որ Իրանը կարող է իրենց հարվածել։ Դա հակառակը շատ այսպես տրամաբանական գործողություններ էին, որովհետև Իրանը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել այն մասին, որ տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան թիրախները, այս դեպքում խոսքը հատկապես ռազմական բազաներին է վերաբերվում, դրանք բոլորը հանդիսանում են Իրանի համար այսպես ռազմական տեսանկյունից թիրախներ եւ նա կարող է դա հարվածել, ինչը որ 12-օրյա պատերազմի ընթացքում չարեց մեծ հաշվով, բայց այս պատերազմի ընթացքում արդեն քանի որ ծավալները եւ խնդիրներն ավելի մեծ էին եւ ուրիշ էին, բնականաբար դա ինքը իրականացրեց։ Այստեղ Սաուդյան Արաբիայի եւ Օմանի պարագան հատկապես կուզենամ առանձնացնել, այս երկու պետություններն էլ ըստ էության առանցքային դեր էին խաղում ամերիկյան մերձարևելյան ռազմավարության մեջ ուղղված Իրանին, որտեղ Օմանում էր տեղակայված ամենամեծ թվով զինվորները ըստ էության, եթե մենք նայենք Օմանի աշխարհագրական դիրքը, դա լրիվ ակնհայտ է, որ Իրանի դեմ էր ուղղված։ Նույն Սաուդյան Արաբիան ինքը հենց հակաիրանական առումով էլ դիրքավորված է եղել այս ամբողջ ընթացքում։ Նույն Արաբական Միացյալ Էմիրությունների մասին կարելի է որոշ վերապահումներով խոսել, որտեղ իրանական աղբյուրները մի փոքր այլ տեղեկություններ են տալիս Արաբական Միացյալ Էմիրության մասին։ Այնպես որ ես կարծում եմ այստեղ ինչ որ տարօրինակ կամ ոչ տրամաբանական քայլեր տեղի չեն ունեցել, հակառակը Իրանը այն գործողություններին է դիմել, որոնց մասին ըստ էության ինքը ավելի շուտ հայտարարել է եւ ուրեմն դրանց հիման վրա էլ ինքը գործողությունները իրականացրել։ Ինչ վերաբերվում է Անկարային, Անկարայի համար խնդիրները մի քանի շերտեր ունեն։ Բնականաբար Անկարայի համար շատ կարևոր շերտերից է հանդիսանում աշխարհաքաղաքական գործոնը, մասնավորապես այստեղ շատ կարևոր է ՆԱՏՕ-ի անդամ լինելու հանգամանքը, այն տեսանկյունից, որ եթե պատերազմը ընդլայնվում է եւ մենք փաստացի տեսանք, որ Թրամփը անգամ փորձեց ներգրավել ՆԱՏՕ-ի անդամ պետություններին, հենց Հորմուզի նեղուցի բացման գործընթացում, բայց ըստ էության ՆԱՏՕ-ի անդամ պետությունները հրաժարվեցին։ Այսինքն սա Թուրքիայի համար մեկ կարևոր խնդիր է։ Եթե դիցուք օրինակ չհրաժարվեին, Թուրքիան ինչպիսի վարքագիծ է դրսևորելու։ Երկրորդ խնդիրը կրկին ՆԱՏՕ-ի հետ կապված այն է, որ արևմուտքը, մասնավորապես կրկին Միացյալ Նահանգները, փորձում է իր դիրքերը ամրապնդել ուրեմն տարածաշրջանում եւ այս դեպքում կրկին շեշտը դրված է Թուրքիայի վրա
Կան տարբեր խոսակցություններ, որ նրանք Թուրքիայից պահանջում են որոշակի հատվածներ նոր ըստ էության ռազմաբազա կամ նման ինչ-որ շտաբներ տեղակայելու համար։ Պահանջում են Լոզանի կոնֆերանսի արդյունքում կնքած պայմանագրի կետերի որոշակի վերանայում, բնականաբար ՆԱՏՕ-ի այսպես շրջանակներում նոր կայանի ստեղծում, որը որ կզբաղվի տարածաշրջանի հարցերով եւ հետաքրքիր է, որ այստեղ իրենք թուրքերին են անգամ բավականին մեծ դեր հատկացնում եւ վերջապես այն քննարկումները, եթե ՆԱՏՕ-ն ուրեմն իսկապես ՆԱՏՕ-ում եղած ճգնաժամը իսկապես ավելի է խորանում եւ ներկայումս կա նաեւ խոսակցություններ ՆԱՏՕ 2-ի մասին կամ այլ անվտանգային համակարգերի մասին, որոնց հետ կապված Թուրքիան շատ ակտիվ փնտրտուքների մեջ է եւ այլն։ Այսինքն այս տեսանկյունից Անկարայի մտահոգությունները բավականին տեսանելի են եւ այս առումով նրանք մեծ աշխատանքներ են տանում ըստ էության 4 գործընթացների նախապատրաստվելով։ Երկրորդ եւ ամենակարևոր խնդիրը այնուամենայնիվ այս պահի դրությամբ Թուրքիայի համար դա տնտեսական խնդիրներն են, այսինքն տնտեսությունն է։ Ես բազմիցս նշել եմ, որ Թուրքիան էներգակիր ռեսուրսների տեսանկյունից ինքը ամբողջությամբ կախված է արտաքին աշխարհից եւ թե Իրանի հետ կապված իրադարձությունները, որտեղ անգամ եղավ ժամանակ, երբ որ Իրանը դադարեցրեց մի քանի օրով ուրեմն էներգակիրների մատակարարումը, թե Հորմուզի նեղուցով Թուրքիայի համար նախատեսված տանկերների անցնելը, այսինքն Թուրքիան այստեղ ունի մեծ խնդիրներ։ Եվ տեսեք, այստեղ էներգակիրների խնդիրը լոկ, այսպես տեղային կամ փոքր խնդիր չի, որովհետև դա իր հետ բերում է շղթայական բազմաթիվ խնդիրներ։ Ինչի վկայությունը Թուրքիայում արդեն կա։ Տեսեք, միայն պատերազմի սկսվելուց ի վեր, օրինակ բենզինը Թուրքիայում 13 անգամ թանկացել է։ Եվ այսպես շղթայով նաև այլ ուրեմն ապրանքներ։ Այսինքն սա մեկ։ Երկրորդ, որը ավելի կարևոր է, դա լիրային էր վերաբերվում, եւ որ թուրքական իշխանությունները ամեն ինչ ուրեմն ամեն քայլ ձեռնարկեցին լիրայի անկումը թույլ չտալու համար։ Եվ այս առումով այո օգտագործեցին անգամ պահուստային ոսկու պաշարները բավականին մեծ չափով են օգտագործել է նաև պահուստային այլ ֆոնդերից գումարներ, ընդ որում այո Մեծ Բրիտանիայի հետ են գործարքի գնացել, դա իմջայլոց նրանց ընդդիմության կողմից շատ քննադատվեց, բայց ամբողջ գործունեությունը ուղղված էր նրան, որպեսզի լիրայի արժեզրկումը թույլ չտան, որտեղ լիրայի արժեզրկման պարագայում ընդհանրապես կարծում եմ տնտեսական խնդիրները վերահսկելի լինելը այլևս անհնար կլիներ այս պարագայում։ Այնպես որ Թուրքիայի համար այո պատերազմի շարունակության դեպքում կան մի շարք, այսպես ես կասեի ռիսկեր այս պահին ավելի շատ։ Տիկին Մինասյան, եւ ահա այս ֆոնին Թուրքիան իր քաղաքականության, այսպես ասենք, բազային հետաքրքրությունները ըստ էության պահպանել է, դա ազդեցություն ընդլայնելն է Մերձավոր Արևելքում, իսլամական աշխարհում, մեր տարածաշրջանում, Կենտրոնական Ասիայում, դա այսպես ասենք Թուրքիայում չեն էլ թաքցնում։ Եվ ահա այս ֆոնին Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում նոր շրջափուլը ճգնաժամի, որը ըստ էության տեսնում ենք, գալիս եւ բախվում է երկաթգծի խնդրին։ Թուրքիան, ինչպես տեսնում ենք, Ռուսաստանի ներկայությունը մեր երկաթուղիներում կապիտալիզացրեց շատ հետաքրքիր ձևով, ուղղակի դրա դիմաց ֆինանսավորում ստանալով միջազգային բանկերից։ Եվ ըստ ամենայնի սա մի պրոյեկտ է, որը հաստատապես Հայաստանի շահերից չի բխում եւ Հայաստանը փորձում է քայլեր ձեռնարկել, բայց բախվում է Ռուսաստանի այսպես պնդաճակատ դիմադրությանը, ինչը մենք Ռուսաստանի ներկայացուցիչների հայտարարություններում ենք տեսնում։ Ձեր կարծիքով ինչ
Ինչպես կգնահատեք ստեղծված իրավիճակը եւ որն են ըստ այդմ Հայաստանի քայլերը, որպեսզի մենք մեր մրցակցային որակները չկորցնենք եւ չնկատվենք որպես այդ TRIP-ի պրոյեկտից դուրս անհեռանկար մի երկիր, մի ճուլան, այնպես ինչպես բոլոր Հայաստանի թշնամիները կուզեին Հայաստանին այդպիսին տեսնել։ Համեցեք։ Նախ կրկին Անկարայի քաղաքականությունից սկսեմ։ Տեսեք, երբ որ Իրանում ճգնաժամը սկսվեց եւ այս պատերազմը սկսվեց, Թուրքիայում շատ մեծ քննարկումներ սկսվեցին, որ այնուամենայնիվ իրենց հարկավոր են այլընտրանքային ճանապարհներ եւ բնականաբար շեշտը դրվեց միջին միջանցքի վրա։ Եվ շատ մեծ ուրեմն քննարկումներից բացի վերլուծություններ, տարբեր մոտեցումներ արձանագրվեցին այն մասին, որ միջին միջանցքը անխուսափելի է եւ այն պետք է անպայման կյանքի կոչվի եւ դա ըստ էության դիտարկում են Թուրքիայի այսպես ապագայի կարևոր այսպես բաղադրիչներից մեկը։ Սա մտնում է այն Թուրքիայի ընդհանուր ռազմավարության մեջ, որ Թուրքիան փորձում է կամրջել կամ հանգույց հանդիսանալ արևելքի ու արևմուտքի միջև։ Եվ այս պարագայում հենց Թուրքիայի վերջին տարիների ամբողջ քաղաքականությունը դրան է միտված, որ փորձի վերածվի հանգույցի դա կլինի տրանզիտ հանգույց, դա կլինի անգամ էներգետիկ, այսինքն բոլոր առումներով հանգույցի արևելքի ու արևմուտքի միջև, որը բնականաբար կբարձրացնի Թուրքիայի աշխարհաքաղաքական արժեքը ու դերը։ Եվ հենց միջին միջանցն էլ այս ուրեմն ռազմավարության համատեքստում տեղակայելու մի կարևոր այսպես կետերից է ինքը հանդիսանում։ Այսինքն այս մասին քննարկումները ակնհայտ են եւ այս մասին կարծում եմ այլևս ավելորդ կլինի անգամ խոսել, որտեղ դա իրենց համար կարևոր է։ Եվ շատ կարևոր է իրենց համար երկաթուղիները, դրա համար նրանք երբ որ ասում եմ հանգույց, նկատի ունեմ առաջին հերթին երկաթուղային կապի ապահովումը, իհարկե էներգակիրների խնդիրներ կա, էներգակիրների համար տարանցիկ ճանապարհ հանդիսանալ, բայց այս պահին թերևս ամենակարևորներից մեկը ռազմավարական տեսանկյունից հանդիսանում է հենց երկաթուղին եւ երկաթուղու դերն է նրանք շեշտում եւ այո պատահական չէ, որ նրանք շատ երկար աշխատանքներից հետո վերջապես կարողացան համաշխարհային բանկից, ասիական զարգացման բանկից մի քանի այլ խոշոր այսպես միջազգային ուրեմն դրամագլուխներից վերցնել իրենց համար այսպես անհրաժեշտ գումարը եւ սկսել ուրեմն կարճ դիլիջու այդ հատվածի ուրեմն շինարարությունը։ Եվ եթե մենք գանք արդեն մեր տարածաշրջանին, տեսեք, ակնհայտորեն ապագա այսպես այն ճարտարապետությունը, որը կգծվի մեր տարածաշրջանում, ընդհանրապես ըստ էության աշխարհում, ենթակառուցվածքներն այս համատեքստում ամենակարևոր կետերն են իրենք հանդիսանալու եւ բնականաբար Հայաստանը արդեն ինչ-որ չափով գոնե ծրագրային մակարդակով փորձել է դրա մեջ ներգրավել, խոսքը TRIP-ին է վերաբերվում, բայց իմ կարծիքով TRIP-ը շատ քիչ է, մանավանդ եթե դիտարկենք, որ TRIP-ը այնուամենայնիվ ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ չի գտնվում։ Եվ այստեղ եւ նաեւ Հայաստանի ավելի փոքր հատվածին է ըստ էության վերաբերվում, դա միայն հարավի մասին է խոսքը։ Բայց Հայաստանը իր կշիռը կարող է բարձրացնել եւ գործոն իսկապես դառնալ, թեկուզ նույն միջին միջանցքի համատեքստում կամ ընդհանրապես ենթակառուցվածքների համատեքստում, այստեղ իմ ջայլոց նշեմ, որ իրականում հարավային Կովկասն է վերածվում խոշոր միջանցքի այս բառը երևի թե օգտագործեմ զուտ աշխարհագրական ուրեմն տեսանկյունից։ Այսինքն այստեղ խոսքը միայն Հայաստանին չի վերաբերվում, այլ ամբողջ հարավային Կովկասի, նաև մեր տարածաշրջանի մյուս երկու պետություններին, Ադրբեջանին եւ Վրաստանին, հետեւաբար այս պոտենցիալը բացահայտելու համար Հայաստանը պետք է նաև այլ երթուղիներ մշակի եւ առաջարկի։ Մանավանդ, որ մենք տեսնում ենք բավականին լավ եւ զարգացած ցանց ունի Ադրբեջանը
եւ Վրաստան, այսինքն տարածաշրջանում ենթակառուցվածքների տեսանկյունից ամենավատ վիճակում գտնվում է Հայաստանը։ Ես դեռ չեմ խոսում շրջափակված լինելու հանգամանքի մասին։ Այսինքն Հայաստանը վաղ թե ուշ պետք է նաև այլ հատվածներում ուրեմն փորձի կամ հատվածները փորձի ուրեմն այսպես ներառել այդ ամբողջ գործընթացների մեջ։ Օրինակ Հյուսիսը, որն ավելի կարծում եմ ավելի այս պահին ձեռնտու է։ Եվ այստեղ Հայաստանը անշուշտ ունի խնդիր։ Դա վերաբերվում է նրան, որ մեր երկաթուղու կոնցեսիան չի պատկանում մեր պետությանը։ Այսինքն եւ դա որպես կոնցեսիա ավելի շուտ տրվել է երրորդ պետությանը պատկանող ուրեմն խոշոր այսպես ընկերություններից մեկին եւ տրվել է բավականին երկար ժամանակով, ես եթե չեմ սխալվում 30 եւ ավել տարուց դեռ կոնցեսիայի ժամանակ կա։ Բնականաբար խնդիրները այդքան սպասել չեն կարող։ Այսինքն այստեղ Հայաստանը նախ նշեմ, որ իմ կարծիքով իհարկե Հայաստանը այլևս իրան չի կարող այդպիսի ուրեմն ճոխություն այս բառն օգտագործեմ, թույլ տա եւ չներգրավի այս ամբողջ գործընթացների մեջ, որտեղ ուղղակի մենք որևէ դեր չենք ունենա։ Այսինքն սա էլ արդեն իր հետ կբերի մնացած շղթայական բոլոր խնդիրները։ Որպես պետություն վերջապես չի կայանա նորմալ։ Ինչ որ մենք ըստ էության ձգտում ենք։ Եվ այստեղ Հայաստանը այս խնդրի հետ կապված, ես կարծում եմ այնուամենայնիվ գնա որոշակի ուրեմն քայլերի։ Կոշտ քայլերի այդ թվում նաև։ Ես հուսով եմ կոշտ քայլերի չի հասնի խնդիրը։ Այստեղ գիտեք մի քանի տարբերակներ կա։ Դա առաջին եւ կարծում եմ լավագույն տարբերակ այն կլինի, եթե ռուսական կողմը ընդ որում նաև կոնցեսիոն պայմանագրով նախատեսված իրականացնի ներդրումները եւ այսինքն հայկական երկաթուղին եւս նախապատրաստի այս ամբողջ գործընթացին։ Սա իմ կարծիքով վատ տարբերակ չէ։ Մյուս տարբերակը դա այն տարբերակն է, որը ասեց վարչապետը, այսինքն կոնցեսիան երրորդ երկրին վաճառել կամ իրակել այս առումով եւ մնում է իհարկե այստեղ եւս մեկ տարբերակ, որը ամենակոշտ տարբերակն է, երբ որ պետությունը ուղղակի հետ վերցնի այդ կոնցեսիան, որը ըստ էության այ միջազգային խնդիրներ կառաջացնի, նաև գումարային խնդիրներ կառաջացնի մեր պետության համար։ Այսինքն իմ տեսանկյունից այս տարբերակը ցանկալի տարբերակ չէ, բայց իհարկե կդժվարանամ ասել, թե հետագա գործընթացները ինչ հունով կգնան։ Միայն կարող եմ շեշտել, որ Հայաստանի համար ամբողջական ապաշրջափակումը եւ այս երկաթուղու խնդիրը ըստ էության ամենակենսական խնդիրն է այս պահին։ Ուղղակի այդ ռուսների ներկայությունը մեր երկաթուղում մեր բոլոր արկա եւ պոտենցիալ գործընկերներին հետ է պահում դրանից օգտվելու համար հաշվի առնելով այն թշնամանքը, որը կա Ռուսաստանի եւ Արևմուտքի միջեւ, դա էլ կա։ Դե տեսեք, իրականում ճիշտ եք ասում, որտեղ այդտեղ դուք շատ ճիշտ նշեցիք, որ օրինակ թուրքերը դրա վրա այսպես խաղալով իրենք կարողացան ստանալ 3.7 միլիարդ, եթե չեմ սխալվում, այդքան գումար ստացան եւ փաստացի սկսեցին շինարարությունը, որը բավականին երկաթուղու շինարարություն է։ Նույնը Ադրբեջանին տվել են կրկին գումար։ Այստեղ գիտեք, մեծ ներդրումների մասին է խոսքը, որը այդպիսի ներդրումներ, այսինքն միայն այս պահի դրությամբ արևմտյան ուրեմն միավորները կարող են ապահովել ռազմավարական ներդրումներ, այո։ Ռազմավարական ներդրումներ, այո, սա հասկանալի է, որ իր հետ բերում է նաև ռազմավարական խնդիրների։ Հասկանալի է, որ դա բերում է ազդեցության կրճատման, բերում է եւ այլն, այսինքն նույն Ռուսաստանի համար, որը ավանդաբար վերջին մի քանի հարյուրամյակ մեր տարածաշրջանի գլխավոր խաղացող պետությունն է եղել, տերությունն է եղել ըստ էության։ Այսինքն այստեղ պետք է իրենք էլ պետք է ըստ էության երևի թե ինչ որ ճկունություն դրսևորեն, որտեղ հակառակ դեպքում կստացվի, որ ամբողջությամբ կշահի Թուրքիան։ Այո։
մեջտեղը մեծապես կտուժի Հայաստանը եւ բնականաբար Ռուսաստանը կտուժի։ Դե այդ ժամանակ եւս մի հարց է առաջ գալիս, գուցե Ռուսաստանը չի համարում, որ ինքը տուժում է եւ Ռուսաստանը Թուրքիայի հետ իր այդ խորքային ռազմավարական փոխըմբռնումը պահպանում է եւ մտադիր է պահպանել նաեւ առաջիկայում համարելով որ դա լավագույն այսպես մի պատվարն է որը թույլ չտա ռուսական այսպես աշխարհընկալման տեսակետից որ արևմուտքը ներթափանցի Ռուսաստանի փորատակը հա որովհետեւ մենք տեսնում ենք դուք ասում եք մի բան որը ռացիոնալ է բայց ռուսները հիմա տառապում են ֆանտոմային ցավերով եւ ասենք օվերչուկը որ շատ տեխնոկրատ պաշտոն է զբաղեցնում եւ իր ոլորտներն էլ համապատասխան մոտեցում են պահանջում եւ ահա պարոն օվերչուկը խոսում է այն մասին որ օտարների մուտքը տարածաշրջան խախտում է թուրքմանչայի պայմանագրով ձևավորված ստատուս քվոն այսինքն այն որ 35 տարի է Հայաստանը անկախ պետությունը Ալմաթիի հռչակագիրը ստորագրել ընդ որում ռուսներն էլ իրենց կոտրած ձեռքով եւս այդ ամենը մի կողմ թուրքմանչայը օվերչուկի թուրքմանչայը ցավում է հիմա մենք կարակն ենք ընկել իրենց ձեռը տեսեք ես ասեմ ձեզ թուրքմանչայի ինչի համար է նշվում իրենք շատ լավ գիտեն որ Ալմաթիի հռչակագրի ամբողջ արդյունքն է այս ամենը ինչ որ այս պահին կա Հակի թուրքմանչայի պայմանագրով հաստատվեց այն աշխարհաքաղաքական բալանսը, որը մեր տարածաշրջանում եկավ ըստ էության միջև խորհրդային միության փլուզում, բայց խորհրդային միության փլուզումից գոնե առնվազն 10 տարի եւս կարող ենք դա ասել։ Հա, միջև գոնե 21-րդ դար, այսինքն 2000-ականների սկիզբ։ Այսինքն սա բալանսի մասին է խոսքը։ Այս բալանսի պարագայում 3 պետություն կա։ Դա Ռուսաստանն է, ընդ որում ամենագերակա դիրքով եւ այդ բալանսի այսպես հովանավորը ստեղծողը։ Դա Թուրքիան է, որն ավելի քիչ դեր ունի եւ Իրանը բայց այդ բալանսը արդեն գոյություն չունի այո հատկապես վերջին տարիներից սկսած հենց 21-րդ դարի սկզբից սկսած այդ բալանսը իմ ջալոց այդ բալանսին իմ կարծիքով ամենամեծ վնաս առաջինը հենց իրենք ռուսներն են հասցրել Առաջին հերթին 2008 թվականի ուրեմն Վրաստանի վրա, այո, հարձակումից հետո։ Այո, Օսեթիայի պատերազմով, երբ որ այդ բալանս ուղղակի խախտվեց։ Եվ այդ բալանսից հետո սկսեցին ռազմավարական այնպիսի մեծ նախագծեր գործել էներգետիկ ոլորտում, երկաթուղային ոլորտում հիմքերը դրվեցին։ Եվ վերջապես Վրաստանը պահանջեց, որպեսզի Ռուսաստանը իր զինված ուժերը, այսինքն բազաները դուրս բերի, դրա փոխարեն բերվեց ՆԱՏՕ-ի, որտեղ Թուրքիան եկավ ամրապնդվեց։ Այսինքն սա ամենակարևոր բալանսի խախտումը եղավ։ Հետո բալանսի խախտումը գնաց, երբ որ Թուրքիան ու Ադրբեջանը ավելի սկսեցին իրենց հարաբերությունները ամրապնդել, եւ այս առումով եւս Ռուսաստանը դուրս մնաց եւ նույն Ադրբեջանի ստիպած եղավ կամաց իր մեխանիզմները դուրս հանել Եվ վերջապես եղավ 2020 թվականի պատերազմ, որը արդեն իրական գետնի վրա փոխեց ամբողջ իրավիճակը, երբ որ Թուրքիան նախկինում ձեռք բերած ամեն ինչը ավելի մեծ բալանսավորեց ու հաստատեց իր, այսինքն ամրապնդեց իր դիրքերը։ Եվ վերջապես Իրանի հետ կապված գործընթացները, այսինքն 12 օրյա պատերազմում արդեն իսկ Իրանը թուլացավ եւ այս բալանսին եւս մեկ այսպես շտրիխ ավելացավ։ Այսինքն սա առաջին հերթին թե ինչի Թուրքմենչայի պայմանագիրը, բայց դրան վերադառնալը այլևս շատ դժվար է։ Բացի այդ, այս ընթացքում վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ արևմուտքի հետաքրքրության ավելացումը մեր տարածաշրջանում։ Դա Եվրամիությունը առանձին եւ Միացյալ Նահանգները առանձին, ընդ որում եւ համատեղ եւ առանձին որպես միավոր։ Այո։ Եվ հետ խորհրդային տարածությունը նրանց համար ձեռք բերեց ավելի մեծ կարևորություն։ Եթե մենք միայն մեր տարածաշրջանի մասին ենք շատ խոսում,
նույն Ռուսաստանի դիրքերի տեսանկյունից, բայց եթե մենք նայում ենք կենտրոնական Ասիային, այնտեղ նույն գործընթացներն է տեղի ունենում, ուղղակի առանց պատերազմի, մեր տարածաշրջանում դա պատերազմներով է տեղի ունենում, այդտեղ առանց պատերազմների, նույն Ղազախստանում, եթե մենք դիտարկենք, նույն Ուզբեկստանում դիտարկենք, նույն Թուրքմենստանը մի փոքր այլ է, այնտեղ նույն թեկուզ Տաջիկստանում, այս դեպքում էլ խորհրդմուտքը չի, այս դեպքում էլ Չինաստանն է, Ղրղըզստանն է ամենաբանը մնացել, եւ չասեմ, որ էլի կրկին այս բոլոր պետությունների նկատմամբ, էլի կրկին այդ բալանսը խախտվել է, այստեղ ոչ միայն արևմուտքի ու նահանգների, այլ նաեւ հենց նույն Չինաստանի ուրեմն գործողությունների արդյունքում, այնպես որ տեղի ունեցող իրադարձությունները շատ ավելի լուրջ են եւ շատ ավելի մեծ բան են փոխում եւ այստեղ եւս մի միտք ավելացնեմ կապված արևմուտքի հետ ես ինքը շատ լավ գիտեմ ռուսական այսպես ներկայացրածը Թուրքիայի հետ կապված իհարկե քաղաքական շրջանակները երբեմն մի բան է ներկայացնում վերլուծական շրջանակների կամ գիտական շրջանակների մի հատվածը շատ ավելի իմ կարծիքով ճիշտ է գնահատում իրավիճակը նույն Թուրքիան արևմտյան համակարգի անդամ նույն Թուրքիան երբեք այդուք այստեղ օգտագործեցիք մի արտահայտություն չէ որ իրանք խորքային ռազմավարական հա համագործակցության կամ դերերի բաշխման ինչ-որ այսպես բան, իրականում չկա այդպիսի բան։ Իրականում նրանք խորքային ռազմավարական առումով շարունակում են մնալ հակառակորդներ։ Եվ Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Թուրքիան արևմուտքի հետ Ռուսաստանի համար որևէ տիպի կարմիր գծեր չի խախտել։ Անհրաժեշտության դեպքում Թուրքիան առաջինը հանդես կգա արևմուտքի կողմից ընդդեմ Ռուսաստանի։ Նույն Ուկրաինայում Թուրքիայի գործողությունները ես կարծում եմ լիովին բավարար են, որ այդ ամեն ինչ ուղղակի չգործի։ Շատ շնորհակալ եմ Տիկին Մինասյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումների, գնահատականների եւ առաջարկությունների համար, որոնք ներկայացրեցիք մեր հեռուստադիտողին եւ ժամանակ հատկացրեցիք մեր եթերին, հետևենք դեպքերի ընթացքին, այդ թվում նաեւ ձեր օգնությամբ, մինչ նոր հանդիպում եւ ամենայն բարիք։ Շնորհակալ եմ։ Ստեցի։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր թուրքագետ, Թուրքիայի քաղաքականության հարցերով փորձագետ Նելլի Մինասյանի հետ։ Լսեցինք իր դիտարկումները կապված Թուրքիայի դիրքավորման հետ այս ԱՄՆ-Իսրայել կոալիցիայի ընդդեմ Իրանի վարվող այս պատերազմում, այժմ էլ զինադադար է, Թուրքիայի տնտեսության վիճակի, Թուրքիայի շահերի մասին այս համատեքստում, ինչպես նաև մեր տարածաշրջանում այս կոմունիկացիոն քարտեզի փոփոխության մեջ Թուրքիայի դիրքավորումը եւ իհարկե Հայաստանի անելիքը, մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերությունների այս վերանայման, անխուսափելի վերանայման համատեքստում։ Այսօր թերևս այսքանը հարգարժան տիկնայք եւ պարոնայք, կհանդիպենք առաջիկայում, խաղաղություն եւ բարի նոր ձեզ։